Բարև բոլորին, ես ինչպես ներկայացեցինք Էրիկն եմ, ես կփորձեմ այսօր ձեզ պատմեմ, թե ինչ գիտական ուղղություններով ենք մենք զբաղվում հենց NVIDIA-ում, ինչն է մեզ հետաքրքիր, ոնց արժի դուք մտածեք, որպեսզի մեզ միանաք եւ որ թեմաներն են առհասարակ հետաքրքիր։ NVIDIA-ին Հայաստանում ես կոնկրետ զբաղվում եմ մեծ լեզվական մոդելներով, LLM-ներով, եւ մեր հետազոտությունը կարելի է ֆորմալ բաժանել մի քանի ուղղության։ Մաթեմատիկական եւ գիտությունների մասին մտածող մոդելներ, այսինքն reasoning մոդելներ։ Մենք այստեղ ունենք դատասեթեր եւ տարբեր մոդելներ, որոնք մենք դուրս ենք անել։ Մենք ունենք սիմուլացված դատերի գեներացիա եւ վերիֆիկացիայի ուղղություն, այսպիսի լեզվական մոդելների համար։ Եվ ունենք գործակալներ կամ ավելի ճիշտ է ասել ագենտներ, որոնք կարողանում են օգտագործել տարբեր գործիքներ եւ տարբեր ուրիշ լեզվական մոդելներ, որպեսզի կարողանան լուծումներ տան։ Բնականաբար այս ամենը բերում է խնդիրներ։ Խնդիրների մեծ մասը կայանում են նրանում, որ ինչքան reliable են, ինչքան հաստատուն են աշխատում մեր մոդելները։ Արդյոք կարող ենք մենք հավատալ նրանց output-ին, թե եթե մի երկու բառ փոխենք իրանց ինստրուկցիայի մեջ, իրանք կսկսեն արդեն չաշխատել։ Դրա համար մենք ունենք robustness-ի ուղղություն, այսինքն մոդելների իրական կայունությունը չափելու եւ խոցելիությունները բացահայտելու համար ձևեր։ Մենք նաև բնականաբար անում ենք մոդելների ներքին վերլուծություն, ներքին ասելով մենք հենց ի նկատի ունենք մոդելի պարամետրներին ենք նայում, մոդելի արխիտեկտուրային ենք նայում ու փորձում ենք հասկանանք արդյոք այսպիսի մոդելը ունակ է լուծել ինչ-որ կարգի խնդիրներ։ Եվ արագագործություն, բնականաբար մենք կցանկանանք, որ մոդելները ավելի արագ լինեն, ավելի փոքր լինեն, եւ որ կարողանանք մեր համակարգիչների մեջ օգտագործել, այդ architecture research-ը մեր վերջին հիմնարար ուղղությունն է։ Եկեք խոսենք ամեն ուղղության մասին ավելի մանրամասն։ Սկսենք սինթետիկ դատայի գեներացիայից։ Պարզվում է, որ շատ մաթեմատիկական եւ գիտական խնդիրների լուծման համար շատ քիչ իրականում դատա գոյություն ունի, որոնց վրա կարելի է պարապացնել մեծ լեզվական մոդելներ։ Եվ հարց է ծագում, թե ոնց պետք է ստեղծել այդ դատան։ Շատ տրամաբանական մենք մի հատ ստադի ունենք, որ տեսանք, որ հնարավոր է գեներացնել 4.5-ից 11 միլիոն հարցեր եւ լուծումներ, բայց պարզապես prompt անել ինչ-որ մեծ լեզվական մոդելի, որ ուժեղ ասենց հարցերից բնականա հերիք չի, որովհետև շատ մեծ խնդիրներ կառաջանան, շատ մեծ թերի լուծումներ կառաջանան, եւ չնայած դրան, ստացվում է, որ մոդելի վերջին տրված թիվը կամ վերջին տրված լուծումը շատ հարցերում էական չի։ Էականը ավելի շատ թե ոնց է մոդելը հասել այդ լուծման։ Եվ այդ ճանապարհի վերիֆիկացիայի համար մենք ունենք հատուկ համակարգ մշակած, կոչվում է OpenMathInstruct եւ OpenMathInstruct 2, որտեղ մենք ցույց ենք տալի, որ այդպիսի chain of thought-եր մտածման ելակետեր ստեղծելը բավականին հեշտ է, եթե ունենք վերիֆիկացիայի մեքենա, որը քայլ առ քայլ զննում է մոդելի միջանկյալ կառույցները։ Բնականաբար մենք նաև ունենք այս սինթետիկ դատա գեներացիայի խողովակաշար pipeline, որտեղ անում ենք մինիմալ քանակի զտումներ, այսինքն շատ կրկնվող էլեմենտները հանում ենք, augmentation ենք անում, եւ փորձում ենք գործիքներ մտցնենք։ Ոչ շատ երկար ժամանակ առաջ խիստ պարզ դարավ, որ մոդելը ինքը իրանով որոշ մաթեմատիկական հաշվարկներ կամ որոշ ակնհայտ օպտիմիզացիոն գործիքներ չի կարողանում սիմուլացնի։ Այսինքն, պատկերացրեք, մոդելը չի կարողանում մեծ գումարումներ կատարել կամ մատրիցայի ինվերսներ հաշվել, այդպիսի բաներ։ Դրա համար իդեա ծագեց, ասացինք, իսկ ինչու հենց չտանք մոդելին հնարավորություն օգտագործել Python-ի կոդ կամ ուրիշ որևէ տեսակի գործիքներ։ Եվ պարզվեց, որ սա շատ հիմնարար ուղղություն է այս ասպարեզում եւ թողեց մեզ նոր ավելի մոդելների շարքի հասնել, ավելի էֆեկտիվ եւ ավելի ուժեղ։ Եվ մյուս տրամաբանական շարունակություններն էր, իսկ ինչ եթե մոդելը ինֆորմացիա չունի այս խնդրի մասին, շատ սպეციფიկ ֆիզիկայի, քիմիայի կամ մաթեմատիկայի PhD դոկտորական level-ի հարց ենք տալի, որի մասին ի սկզբանե քիչ դատա կա եւ քիչ մարդ գիտի նույնիսկ այս աշխարհում։ Եվ հարց է ծագում, բա որտեղից պետք է LLM-ը իմանա, մեծ լեզվական մոդելը իմանա։ Եվ պարզվում է, երբ որ LLM-ին ավելացնում ենք web search, այսինքն ունակություն, որ նա
կարողանա օգտագործել web search ոնց որ յուրաքանչյուր մարդ ավել ֆիլտրումներով մոդելները բավականին լավանում են։ Եվ այստեղ մենք ստեղծեցինք երկու գործիք, Nemotron OpenMath Instruct 1-ը եւ 2-ը, որը բացառիկ հարց պատասխանների զույգ է հիմնված որոշ մոդելների ֆիլտրացիայի վրա։ Եվ բացահայտումը այն է, որ չափազանց ծավալուն լուծումները կարող են վնասել արդյունավետությունը։ Այսինքն լուծման ծավալը մենակ հերիք չէ, լուծման որակ պետք է ապահովել։ Նաև ունենք Nemotron Math-ը, որը, ինչպես ասեցի, օգտագործում է tool integrated using, այսինքն գործիքներով մտածելակերպ, որտեղ մոդելին տրված են որոշ պիտոնական կամ Google-ին access, որտեղ մոդելը փորձում է օգտագործել այդ tool-երը այն պահին, երբ իրեն պետք է։ Հասավ ինչ-որ մատրիցային բազմապատկման, փոխանակ ինքը սիմուլացնի այդ բազմապատկումը, օգտագործում է Python-ի կոդ, որ բազմապատկի կամ շատ նման кейսերի դեպքում։ Մենք նաև սկսեցինք աշխատեինք գիտական, մաթեմատիկական խնդիրների վերիֆիկացիայի վրա, ապացույցների ավելի կոնկրետ։ Ապացույցների հետ խիստ ավելի բարդ է աշխատել, քան թե մաթեմատիկական խնդիրների, որոնք թվային լուծում ունեն, որովհետև ապացույցի համար քեզ պետք է ապացույցը վերիֆիկացնող մի հատ գործիք։ Ապացույցի վերիֆիկացիայի համար կան շատ տարբերակներ, գոյություն ունի մաթեմատիկական ֆունկցիոնալ լեզու, որ կոչվում է Lean, որը շատերը օգտագործում են դրա համար, եւ մենք ստեղծեցինք մի հատ մեթոդ, որ կոչվում է GenSelect, որտեղ օգտագործում ենք տարբեր LLM-ներ, որոնք ստեղծում են լուծումներ, վերիֆիկացնում են դրանք եւ մենակ ամենավերջում մենք տալիս ենք նրանց հենց ծրագրին, որպեսզի նա ասի ապացույցը ճիշտ է, թե ապացույցը սխալ է։ Այս ծրագրերը շատ ուժ են մեզ տալի, որովհետեւ նաեւ մենք կարողանում ենք հասկանանք reinforcement learning-ի կիրառությունը այստեղ ու կարողանում ենք սովորել այն տարածությունը ապացույցները մշակելու համար։ Այսինքն մոդելը սովորում է տարբեր տեխնիկաներ նույն ապացույցը տալու համար եւ տարբեր որակավորումներ ապացույցը տալու համար։ Մենք նաեւ ունենք գիտական գործակալներին, ագենտներին եւ գիտական գործակալների հիմնական հետաքրքրությունը նրանում է, որ մենք ասենք լավ, գործիքներ թողեցինք մոդելը օգտագործի։ Իսկ ինչի չի կարող մոդելը օգտագործի ուրիշ մոդելներ, սպეციფიկ ինչ-որ բաների համար։ Պատկերացեք մի հատ մեծ լեզվական մոդելը, որ ֆիզիկայից է լավ, մի հատ մեծ լեզվական մոդելը, որ մաթեմատիկայից է լավ, մի հատ մեծ լեզվական մոդելը, որ լավ պլան է կարողանում մշակի։ Եթե ինչ-որ մեկը software startup-ում եղել է, պատկերացեք ինչ-որ PM ունեք, ամեն մեկը ինչ-որ տարբեր գործառույթ ունի, եւ մենք ասենք իսկ ինչ կլինի, որ շատ բարդ խնդրի շարքի վրա, որ կոչվում է Humanities Last Exam, որը ունի շատ բարդ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության խնդիրներ, կիրառենք այս մեթոդը։ Եվ պարզվում է, եթե մենք ունենանք 8 բիլիոն չափանի օրկեստրատոր, այսինքն մոդել, որը կազմակերպում է մնացած մոդելներին եւ ասում է, թե նրանք ինչ պետք է անեն, մենք կարողանում ենք էֆեկտիվությունը այս խնդիրի լուծան 2.5 անգամ ավելի արագ հասնենք ճիշտ լուծման եւ բարձրացնենք այդ պահի տվյալներով հասցնենք state of the art-ին, այսինքն լավագույն հնարավոր ցուցիչին։ Ապագա նախագծերում ոնց որ ունենալն է նույնը քիմիայի համար եւ առանձին ֆիզիկայի համար։ Հիմա ինչպես մենք ունենք կոդ մշակող մեր համար համակարգեր, Claude Code, ChatGPT-ն ինչպես անում է, իսկ ինչու նույնը չենք կարող ունենալ քիմիկոսին օգնող համակարգ, ինչի չեն կարող ունենալ ֆիզիկոսին օգնող համակարգ, որը տեղյակ է ֆիզիկայից, ինչպես հիմա coding agent-ները տեղյակ են կոդից։ Հետո հարցը ծագեց, ասցինք լավ։ Եթե մենք կարողանում ենք արդեն լավ լուծել խնդիրները, իսկ համակարգերի կայունությունը ոնց կարող ենք իմանալ։ Մենք գիտենք, որ լեզվական մոդելները շատ հայտնի խնդիր ունեն, նրանք խոցելի են։ Այսինքն, եթե պարզ վերաձևակերպումներ անել ձեր խնդիրը տալու ձևի, այսինքն մի անգամ ասես հիմա լուծիր խնդիրը, մյուս անգամ ասես հիմա արագ լուծիր խնդիրը, կամ հիմա շատ քայլերով լուծիր խնդիրը, կստանաս երկու լիովին տարբեր միջին արդյունք, որը լավ չէ բնականաբար, դա մեզ որպես մարդկանց օգտակար չէ, որովհետև մենք որպես մարդ չենք կարող իմանանք լավագույնը որն է այստեղ։ Դրա համար մենք մշակեցինք մի հատ համակարգ score, որը տրամադրում է միասնական գնահատման համակարգ մեր պրոմպտերի։ Այն օբյեկտիվորեն գնահատում է մոդելների իրական հուսալիությունը, տալով որոշակի բաշխում, թե ինչքան համոզված ենք մենք մոդելի ապահովության վրա այս կոնկրետ
խնդրի լուծման մեջ։ Այսինքն եթե մենք իրան տարբեր ձևով խնդիրը խնդրենք լուծել, ինքը մեկանույն լուծմանը գալու էր թե չէ։ Ու ստացվում է, որ այս լուծումները մեզ բավականին թողում են մոդելներին նաև ապահովություններ շնչել։ Մենք նաև ունենք կոդի հետ աշխատող սիստեմաներ, բնականաբար նրանց մի մասը մեկը կայունության մասին են, իսկ մի մասը մի հատ խնդրի մասին է, որ կոչվում է live code bench կամ software engineering benchmark, որտեղ ձեզ տալիս են մի հատ կոդի GitHub-ի ռեպոզիտորի, այսինքն կոդի folder, որտեղ դրված է ամբողջ համակարգը, եւ ասում են իրա մեջ այսպես սպეციფიկ խնդիր կա, դե գնա լուծի։ Ու այս խնդիրը բնականաբար տվյալ չէ, որովհետեւ պետք է հասկանալ որտեղ է խնդիրը, ինչ որակի է խնդիրը, ոնց կարելի է լուծել խնդիրը, ոնց կարելի է ստուգել, որ մեր լուծումը ճիշտ է, ու մենք սարքեցինք մի հատ համակարգ, որը կարողանում է օգտագործել բոլոր ֆայլերը եւ ֆայլերի կախվածությունը իրար մեջ, այսինքն թե որ ֆայլը որն է օգտագործում, քո ընդհանուր համակարգի ստրուկտուրան պատկերացնելուց հետո նա կարողանում է տա այդ լուծումները եւ հասանք այդտեղ հաջողության։ Մոդելների ներքին վերլուծությունը մի քիչ ավելի հետաքրքիր թեմա է, ավելի նուրբ թեմա է։ Մենք փորձեցինք հասկանալ, իսկ արդյոք պետք է ինձ որ ցանցի մեջ բոլոր հնարավոր հաշվարկները կատարի մեր մեծ լեզվական մոդելը, թե ինքը արդեն կեսից պատասխանը հասկացել է, բայց մենք սպասում ենք, որ մինչև վերջի layer հասնի, որ արդեն մարդուն բառը տանք։ Ու պարզվում է շատ դեպքերում պետք չի սպասել ամբողջական լուծմանը, կարելի է ընդհատել մեծ լեզվական մոդելի մեծ լեզվական մոդելի հաշվարկը մեջտեղից, մոտավորապես 10-ից 24-րդ layer-ներից եւ ստանալ մոտավորապես նույն կարգի որակ, առանց շատ թեթև տարբերությամբ որակ, համեմատած օրիգինալ մոդելի ցուցիչին։ Ու ամենավերջինը ճարտարապետությունն է, LLM architecture-ը։ Մեր մոտ հարց ծագեց, իսկ կարող ենք մենք արդյոք սարքել մոդելները ավելի արագագործ։ Մոդելները օգտագործում են մի հատ ֆենոմեն, որ կոչվում է KV cache, այսինքն մոդելները մի մասը իրենց հաշվարկների ամեն անգամ, երբ որ նոր բառ են տպում, պահում են իրենց մեջ, որպեսզի չվերահաշվարկեն։ Ու պարզվում է, երբ որ սկսում ես cache պահես, երբ որ սկսում ես այս հաշվարկների մի մասը պահես, քո հիշողությունը շատ արագ լցվում է։ Հարց ծագեց, իսկ կարող ենք մենք կոմպրեսիա անենք այնպես, որպեսզի փոխանակետ հաշվարկները պահենք, այլ հաշվարկի կոմպրեսիան պահենք։ Ուստեղ մենք նոր ալգորիթմ մշակեցինք, որ կոչվում է adaptive KV cache, որը ցույց տվեց, որ հնարավոր է փոքր եւ արդեն իսկ տեստավորել ենք մեծ մոդելների վրա, ստանալ մոդելի 2-ից մինչև 6 անգամ ավելի փոքր cache-ի կոմպրեսիա, այսինքն 2-ից 3 անգամ ավելի քիչ հիշողություն պահել, բայց ունենալ նույն որակը տարբեր տեսակի տասկերի վրա։ Շնորհակալություն, կսպասեմ ձեր հարցերին։ Խոսեցիք reasoning մոդելների մասին ու ներկայացրեցիք, որ իրենք կարող են լինել tool research-ում, բայց որ անալոգիան տանենք օրինակ junior coder-ներին, software engineer-ներին, կարելի է կանխատեսել, որ reasoning մոդելները կարող են փոխարինել researcher-ներին, տենց պերսպեկտիվա տեսնում եք ու թե ինչքան ժամանակում, թե ինչքան չափով կարա տեղի ունենա։ Անկեղծ լինելով AI researcher, ես խիստ անհավատացյալ եմ այդ պնդմանը, ինձ թվում է ոչ թե հնարավոր է փոխարինել junior ծրագրավորողին կամ junior researcher-ին կամ թեկուզ senior researcher-ին, այլ աշխատանքի որակը եւ աշխատանքից սպասումներն են փոխվում։ Այսինքն եթե ես առաջ սպասում էի, որ իմ junior researcher-ը կկարողանա աշխատացնել 6 էքսպերիմենտ մեկ շաբաթվա մեջ, հիմա ես սպասել եմ, որ 6-ի փոխարեն այդ թիվը աճելու է, չգիտեմ, 12, 18 կամ ավելի շատ։ Կամ սպասել եմ, որ ինքը շատ ավելի արագ իրեն խորտ կոնցեպտները կարողանա բռնել։ Որովհետև եթե չլինեն junior researcher-ներ, չեն մեծանա մարդիկ, որ դառնում են senior researcher-ներ, եւ եթե չլինեն senior researcher-ներ, չի լինի մարդ, որ կարողանա ասի AI-ը արդյոք ճիշտ է անում իր գործը թե չէ։ Այսինքն որակում կա, որ պետքա, ասենց ասած, մի քիչ ավելի պարապած հայացքով տաս, ավելի հասուն գիտական հայացքով տաս։ Եթե տենց մարդ չլինի, ոնց որ սիստեման կոլապսի կգնա իմ կարծիքով։ Ես ամբողջովին փոխարինելու մասին չի խոսում, ոնց որ հիմա արդեն job market-ում
կրճատվել է, չէ, junior research-ումների քանակը ասում են ու Ես մի հատ ստադի եմ տեսել, որ ծրագրավորողների ու research ML eng եւ research position-ների քանակը համեմատած անցած տարվա US-ում 10%-ով բարձրացել է։ Ոնց որ ինձ սրա վրա չցիտեք, բայց հիշում եմ ինչ որ տենց բան եմ տեսել, դրա համար այդ պնդումն էլի սկզբան է։ Բայց այն որ researcher-ը պետք է օգտագործի այդպիսի tool-երը, այդ հաստատ է։ Այդ միանշանակ է։ Շնորհակալություն։ Մի հատ։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։ Ես այդ ագենտներին վերադառնամ, որ տարբեր գիտությունների ոլորտներում ագենտներ եք develop-անում։ Ֆիզիկայի, անգամ քիմիայի կամ մաթեմատիկայի դեպքում ինձ համար հասկանալի է, բայց այնպիսի գիտություններ, ինչպես օրինակ biology կամ biomedical research եւ այլն, որտեղ complete ինֆորմացիա չկա ու շատ բաներ անհայտ են, ինչքանով եք դուք effective համարում LLM-ները մոտակա ապագայում իրանց կիրառություն օրինակ, չգիտեմ, այնպիսի բարդ հիվանդության, ինչպիսին early onset colorectal cancer կամ տենց ինչ որ ու արդյոք չեք մտածում, որ տվյալ դեպքերում ավելի effective են neurosymbolic AI ontology-ներով եւ այլն։ Շնորհակալություն։ Շատ տեղին հարց է։ Ես իմ անցյալը ասած ավելի շատ neurosymbolic AI-ից է անցկալի։ Ես կարծում եմ, որ տեղ ունի ինքը մեկը ասած սերտաճելու մեր մոդեռն լուծումների մեջ եւ արդեն որոշ փորձեր կա դա անելու, բայց վերադառնալով հենց բուն հարցին, թե արդյոք բիոլոգիայի կարգի ուղղությունների մեջ կարելի է օգտագործել AI եւ ինչքան հաստատուն է դա։ Եթե ընդունենք, որ ամեն հաստատ գիտություն ինչ որ տեսակի ճշմարտություն է պահանջում իրար մեջ եւ մյուս մասը ճշմարտության, որ մենք չգիտենք, կարող ենք իմանալ էքսպերիմենտով։ Կարելի է դիտարկել AI ոչ թե որպես tool, որ լուծելու է խնդիրը ձեզ տա, այլ որ էքսպերիմենտն է ձեր համար նենց լավ գծելու, որ դուք կարողանաք հաստատուն ձևով իրան վերարտադրեք, ճիշտ անեք եւ հաստատ էքսպերիմենտից հետո կարողանաք ձեր եզրահանգմանը գաք, ձեր հիպոթեզը ապացուցեք կամ չապացուցեք։ Այսինքն AI-ը հաստատ չի փոխարինելու եւ ինչպես մեր այսօր ավելի վաղ պանելին տեսանք, շատ ֆոտոնիկայի լաբում եւ նյութագիտության լաբում մարդիկ արդեն պատրաստ էին AI-ը օգտագործել էքսպերիմենտալության համար։ Դրա համար AI-ը ավելի շատ գործիք է, քան թե լուծման աղբյուր, եթե տենց ասեմ։ Biomedical research դեպքում բիոլոգիայի ոնց եք այդ synthetic data-ն գեներացնում, ոնց որ ֆիզիկայի դեպքում օրինակ։ Ստեղ արդեն Հրանտը երևի թե խիստ ավելի պնդումներ կներկայացնի։ Ես գիտեմ, որ researcher կան, որ փորձում են մոլեկուլից իր հատկությունները դուրս բերել մեծ լեզվական մոդելների միջոցով եւ այդտեղ արդեն հաստատելու վերիֆիկացիայի ուղիղ կերպեր կան։ Իսկ եթե վերիֆիկացիայի կերպ կա, ապա մենք կարող ենք հաստատ ինչ որ reinforcement learning-ի մեթոդով ստեղծենք այնպիսի մոդել, որ մաքսիմիզացնում է այդ հատկություններ գտնելը կամ հակառակը հատկություններից մոլեկուլ գտնելը, որը ինչ որ ֆիզիկորեն ճիշտ է։ Այսինքն այդպիսի գործեր արդեն կան, իսկ մենք նոր չենք մտնում այդ ուղղության մեջ։ Եկեք շնորհակալություն հայտնենք Երիկին։